Հիսուս Քրիստոսին խորհուրդ կտամ հանգիստ թող Նիկոլ, նախ դու եկեղեցին բարենորոգելու որևէ սահմանադրական իրավասություն չունես, ոնց որ չունեմ ես, ոնց որ չունի Հերմինե, բա այդ բարենորոգում են այդ սրբապիղծ այդ սրբազանները, որոնց վերաբերյալ դու ինքդ ազգային ժողովի ամբիոնից ինչ ասես ասում էիր, Բենթլի Սամոները, ցիտում եմ քեզ, ես քեզ վստահում եմ, քեզ վստահելով ցիտում եմ, որ ասում էիր, դուք գիժեք, խելառ եք, տարբեր երկրներում սիրուհիներ եւ կանայք ունենան ու լինեն սրբազան, բայց այդ ոնց է տիրադավները դրուկ մի օրում դարձան սրբազաններ, մեղա, բա այդ բարենորոգումը Կճոյան են Քմփոնի ինչի վերաբերվում, Միրզախանյան Վազգեն ինչի վերաբերվում, Ոմն Արման չգիտեմ ինչ անին նախկինում Գևորգ Սրբազան, որի հետ կապված կրիմինալ պատմությունները եւ ռուս աղջկա նկարները այլևս հրապարակվում են մամուլում, թե իրանք բարենորոգումից դուրս են, հա, իրանք իկոնա են, հա, կանոնիկացված են, իրանք այդ բարենորոգումներից դուրս են, բա Բենթլի Սամոյի ասածները, քո ասածները այդ տեղավորվում է, հա, բարենորոգման ծրագրի մեջ եթե տեղավորվում է, առաջի պատերազմը պիտի հայտարարեիր Բենթլի Սամո and Company-ին Միրզախանյանա խառնով, որի վիրահայոց թեմում արած չարաշահումների վերաբերյալ լեգենդներ են պատմում, լեգենդներ, վերջացրած Արմանով նախկին Գևորգով